Ողջույն սիրելի երեխաներ, ինչպես եք զգում ձեզ? Լավ։ Շատ ուրախ եմ, ուրեմն այս լավ մթնոլորտում ենք, կսկսենք այսօրվա մեր թեման։ Այսօրվա մեր թեման օվկիանոսներ և մայրցամաքներ թեման է։ Մինչև թեմային անցնելը, նախ ուզում եմ իմանալ ձեր անցած գիտելիքները ինչքանով կարող եք դուք ներկայացնել, վերհիշենք մեր անցած գիտելիքները, հետո կանցնենք մեր նոր թեմային։ Ինչ է մայրցամաքը? Արևի։ Օվկիանոսի ջրերով շրջապատված ցամաքային տարածքը կոչվում է մայրցամաք։ Կոչվում է մայրցամաք։ Իսկ ո՞րն է օվկիանոսը, ո՞րն է կոչվում օվկիանոս։ Ալեն։ Օվկիանոսը երկրի մակերևույթի ջրով լցված հսկայական գոգեր է։ Այո, հսկայական գոգեր է։ Ո՞րն է ամենամեծ օվկիանոսը և ցույց տա քարտեզի վրա։ Մայքը։ Ամենամեծ օվկիանոսը Խաղաղ օվկիանոսը։ Ահա, ցույց ես տալիս քարտեզի վրա Խաղաղ օվկիանոսը։ Ահա։ Նստի։ Ով կարող է ասել, ո՞րն է ամենափոքր օվկիանոսը և քարտեզի վրա ցույց տա Արևիկ։ Ամենափոքր օվկիանոսը Հյուսիսային սառության օվկիանոսը։ Իսկ կարող ես քարտեզի վրա ցույց տա Հյուսիսային սառության օվկիանոսը, այլ ցույց տուր։ Հյուսիսային սառության օվկիանոսը։ Հյուսիսային սառության օվկիանոսը ամենափոքր և ծանծաղ օվկիանոսն է։ Հիմա երեխաներ, նոր նյութի ուսուցումն ենք սկսում, այսօրվա մեր թեման է մայրցամաքներ և օվկիանոսներ, մեր մոլորակի բնագիր աշխարհագրությունը կներկայացնենք։ Դասի հիմնական նպատակներն է պատկերացում տալ երկրագնդի վրա ցամաքի և ջրի բաշխվածության մասին, սովորել 6 մայրցամաքներ և 4 օվկիանոսների անունները, նրանց դիրքը, բացահայտում ենք գունավոր ծովերը քանիսն են և ինչու են կոչվում գունավոր, պարզ և մատչելի ձևով բացատրում ենք օվկիանոս, մայրցամաք և կղզի հասկացությունները։ Իսկ ակնկալվող վերջնարդյունքները դուք պետք է կարողանաք թվարկել մայրցամաքների և օվկիանոսների անունները, ներկայացնել որոնք են գունավոր ծովերը և որ ծովը որ օվկիանոսի հետ կապ ունի և պարզ ու մատչելի ձևով պետք է ներկայացնել որն է կոչվում օվկիանոս, որն է կոչվում մայրցամաք, որը կոչվում է կղզի կամ որն է կոչվում ծով։ Ինչպես է երկիր մոլորակի վրա առաջանում գիշեր և ցերեկ։ Արտյոմ։ Երբ արևի ճառագայթները ընկնում էր երկիր մոլորակի այդ կողմը, այդ կողմը ցերեկ է, հակառակ կողմը այդտեղ գիշեր է։ Այսինքն երկրագնդի հակառակ կողմը դառնում է գիշեր։ Նստի, իսկ ով կարող է, մենք փորձ ենք կատարել, ով կարող է այսինքն փորձի միջոցով բացատրել, թե ինչպես է առաջանում գիշեր և ցերեկ։ Անահիտ։ Երբ լապտերի պահում ենք այս կողմում, արդեն այս կողմը առաջանում է։ Երկիր մոլորակը պտտվում է։ Ահա, լապտերը պահում են։ Մի մասում այդ կողմը առաջանում է ցերեկ։ Լապտերի լույսն ընկնում է, այսինքն ցույց է տալիս, որ այդ կողմը ցերեկ է լույս։ Իսկ հակառակ կողմը արդեն դառնում է գիշեր։ Նստի, արևն է, պատկերացրեք սա արևն է, երկիր մոլորակը արեգակի շուրջ ինչպիսի պտույտ է կատարում, էլիպսաձև պտույտ է կատարում արեգակի շուրջ, այստեղ տեսեք, սկզբում լինում է աշուն, աշնան հաջորդում է տարվա որ եղանակը, ձմեռ, ձմեռվան հաջորդում է գարուն, իսկ գարնանը հաջորդում է ամառ, ամառը վերջացավ, հաջորդում է աշուն։ Տեսեք երեխաներ, տարին այսպես ամենամբողջ տարին ավարտվեց, նորից է սկսվում, արդեն այդպես մեր երկիր մոլորակը պտտվում է արեգակի շուրջ։ Կարող է ասել, որոնք են աշնան ամիսները։ Աշնան ամիսները սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր։ Յուրաքանչյուր եղանակ քանի ամիս ունի։ Ունի 3 ամիս։ Նստի։ Ձմռան ամիսներով կարող է ասել։ Դեկտեմբեր,
Հունվար, փետրվար։ Այո, ձմռան ամիսներ են։ Իսկ գարնան ամիսներով կարող է ասել Գարնան ամիսները մարտ, ապրիլ, մայիս։ մարտ, ապրիլ, մայիս։ Եվ ամռան ամիսները, ով կարող է ասել ամռան ամիսները Նարեկ։ Հունիս, օգոստոս։ Ահա, երեխաներ, տեսնում եք, տարին ունի քանի ամիս։ Քանի ամիս։ Ասանահիտ։ Ահա, 12 ամիս, քանի որ տարին ունի 4 եղանակ, յուրաքանչյուր եղանակը ունի 3 ամիս։ Մենք ծանոթանանք մեր երրորդ դասարանի աշակերտների հետ միասին գիտելիքներով լի մեր կապույտ մոլորակին։ Այսինքն կապույտ մոլորակ այստեղ մենք ունենք կապույտ մոլորակի տեսքը գլոբուսով եւ ունենք քարտեզ։ Գլոբուսը եւ քարտեզը ինչով են տարբերվում։ Ով կարող Անգելինա։ Որ քարտեզը բացված վիճակում է մեր երկրագունդը, իսկ գլոբուսը դա երկրագնդի տեսքն է։ Նստեք, հիմա երեխաներ, մենք պետք է ուսումնասիրենք մեր երկիր մոլորակի ջրային եւ ցամաքային տարածքները։ Այսինքն, սա մեր երկիր մոլորակն է, տեսնում եք, պատտվում է առանցքի շուրջ, ունենք 4 օվկիանոսներ, Խաղաղ օվկիանոս, Ատլանտյան օվկիանոս, երեխաներ, այստեղ Հնդկական օվկիանոս եւ Հյուսիսային Սառության օվկիանոս։ Իսկ հիմա ցույց եմ տալիս քարտեզի վրա։ Քարտեզի վրա Խաղաղ օվկիանոս, որ բացված է մի հատված այս կողմում է գտնվում, Ատլանտյան օվկիանոս, Հնդկական օվկիանոս եւ Հյուսիսային Սառության օվկիանոս։ Բացի 4 օվկիանոսներից նաեւ ունենք 6 մայր ցամաքներ։ 6 մայր ցամաք Եվրասիա ամենամեծ մայր ցամաքն է։ Աֆրիկա, այստեղ ունենք Հյուսիսային Ամերիկա, Հարավային Ամերիկա, Ավստրալիա եւ Անտարկտիդա։ Քանի մայր ցամաք եղավ երեխաներ։ 6 մայր ցամաք։ Ամենամեծ մայր ցամաքը Եվրասիան է։ Իսկ ամենափոքր մայր ցամաքը Ավստրալիան է։ Ցուրտ մայր ցամաքը ո՞րն է։ Նարեկ։ Ամենացուրտ մայր ցամաքը Անտարկտիդան է։ Իսկ այնտեղ բնակվում են պինգվիները։ Նստի։ Իսկ ով կարող է ասել ամենափոքր մայր ցամաքը որ մայր ցամաքն է։ Նարեկ։ Ամենափոքր մայր ցամաքն է Ավստրալիան։ Ով կարող է ասել սա որ մայր ցամաքն է։ Սա իկաշարի վրա որ մայր ցամաքն է։ Դիանա։ Սա Եվրասիա մայր ցամաք։ Նստի։ Իսկ ով կարող ասել մեր երկիրը Հայաստանը որտեղ է գտնվում։ Ով կարող է ցույց տալ։ Նարեկ։ Սա իկաշարի վրա։ Ահա, այստեղ գտնվում է մեր Հայաստանը։ Սա Կասպից ծովն է, իսկ սա Սև ծովն է։ Նստի ո՞ւմ է կոչում կղզի եւ ցույց տալ կղզի։ Անահիտ։ Կղզին դա փոքր հատված է, որ փոքր ցամաք է, որը շրջապատված է ջրերով։ Ջրային տարածքով։ Կարող ես ցույց տալ ո՞րն է ամենամեծ կղզին։ Ամենամեծ կղզին Գրենլանդիայի կղզին է։ Ահա, սա Գրենլանդիա կղզին է, այո, ամենամեծ աշխարհի ամենամեծ կղզին է, որը գտնվում է Հյուսիսային Սառության օվկիանոսում։ Ահա, ով կարող ասել, որն է կոչվում այդ ցամաք, արևի։ Օվկիանոսի ջրերով շրջապատված ցամաքային տարածքները կոչվում են մայրցամաքներ։ Ապրես, իսկ ով կարող ասել, որն է կոչվում օվկիանոս։ Նարեկ։ Մեծ կողքերով լցված ջրային տարածքները կոչվում են օվկիանոս։ Կոչվում են օվկիանոսներ։ Երեխաներ, այսպիսով եկեք ամփոփենք մեր այսօրվա թեման, ինչ սովորեցիք այսօր դուք։ Ով կարող է ասել։ Անահիտ։ Մենք այսօր սովորեցինք մայրցամաքները եւ օվկիանոսները։ Նստի, ով կարող ասել, քանի մայրցամաք կա երկիր մոլորակի վրա։ Անգելինա։ Երկիր մոլորակի վրա կա 6 ցամաք։ Մայրցամաք, 6 մայր։ Նստի, իսկ ով կարող ասել, քանի օվկիանոս կա երկիր մոլորակի վրա Դիանա։ Երկիր մոլորակի վրա կա 4 օվկիանոս։ Իսկ ով կարող ասել, ամենամեծ օվկիանոսը որ օվկիանոսն է։ Անգելինա։ Ամենամեծ օվկիանոսը դա Խաղաղ օվկիանոսն է։
Այսպիսով մենք ավարտեցինք այսօրվա մեր դասը, կեցեք դուք իսկական աշխարհագրագետներ եք, եթե դուք լավ սովորեք, գուցե եւ մեր երկրի վրա չբացահայտված գաղտնիքներ կա, որոնք էլ դուք հենց բացահայտեք։